Ողջույն բոլորիդ, բարի երեկո եւ մյուս տեղը բարի առավոտ, Աստծո ձայնը հաղորդաշարը ուղիղ եթերում է սիրելիներ, այսօրվա եթերը անշուշտ նվիրված է մեր ամենակարևոր թեմային, որ վաղը Հովանավանքում տեղի կունենա Սուրբ եւ անմահ պատարագ եւ հազարավոր մարդիկ վաղը կաղոթեն միասին Երկրի վարչապետի հետ միասին եւ կստանան Սուրբ հաղորդությունը, օրհնությունները Տեր Արամ Քաղանայի եւ մյուս հոգեվորականների, որոնք վաղը պետք է նաեւ լինեն այնտեղ, վստահ եմ եւ Տեր Թադեն ուխտավորներով եւ Տեր Տարոնը։ Ուրեմն ես կարծում եմ էլի հոգեվորականներ կլինեն վաղը եւ շատ մարդիկ են լինելու, մասնակցելու այս պատարագին, որպեսզի վերջի վերջով քանդվի Սատանայի տունը, հեռանա Կտրիչ Ներսիսյանը ասպարեզից։ Եվ սկսենք աղոթքով, ինչպես որ մեր Տերը ուսուցանեց աշակերտներին իր տերունական աղոթքով, սկսենք հայրմերով այսօրվա ուղիղ երարցակումը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որը կինս է Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս սևերկրի, ըսհաց մեր հանապազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտաբանած եւ մի տանիրս մեզ ի փորձությունալ փրկյազ մեզ իչարե զիքո արքայություն եւ զորություն եւ փառք հավիդյանս հավիդենից ամեն։ Ավասիկ սիրելիներ, սկսում ենք այսօրվա թեժ եթերը, իսկապես թեժ է լինելու, որովհետեւ բազում բաներ պիտի խոսենք։ Հրապարակվեց որոշ մամուլներից մի տեղեկատվություն, որը ես քիչ առաջ ճշտեցի եւ համապատասխանում է իրականությանը եւ այդ պատճառով էլ հրապարակել եմ իմեջում, որովհետեւ չստուգված բաներ ես չեմ անում, չեմ աշխատում եմ երբեք չստուգված նորություններ չտարածեմ։ Էջմիածնում հանդիպում է եղել եպիսկոպոսների Կտրիչ Ներսիսյանի հետ։ Այո, դա համապատասխանում է իրականությանը եւ եպիսկոպոսական դասի ջախջախիչ, ուզում եմ դա ընդգծել եւ շեշտել։ Լսեք ուշադիր, ջախջախիչ մեծամասնությունը պահանջել են Կտրիչ Ներսիսյանի անհապաղ հրաժարականն ու հեռացումը Մայրաթոր Սուրբ Էջմիածնից վեհարանից։ Ուրեմն ով է այսօր իզարմանս ինձ, պատկերացեք ինչ աստիճանի իրար դեմ ունեն կոմպրոմատներ եւ ինչ աստիճանի իրերից կախում ունեն ու վախ կա, որ Կտրիչ Ներսիսյանը աչք փակեց Արշակ Սատանայի վրա, հա, այն շմարավոց Արշակի իր կեղտոտությունների վրա եւ ուրեմն իրանք երկուսով են տևութիկունքը, մեկ էլ այդ Հովնանը, որ կա Գեղարքունիքի, որ բուրկի փոչից կպած է, որտեղ բուրկին փող է խոստացել իրեն, բուրկին ուզում է իրեն լավ Տաշիր Սամոյի բաժնից, այսպես ասած, իրեն բաժին հանել, այս խժդժությունների համար, դրա համար նա իհարկե Կտրիչի կամակն է բռնում, ու բնականաբար Եզրասը եւ սատանիստների մի խոսքով մնացածը բոլորը պատկերացրեք բոլորը մնացածները օծիկը թափ են տալիս արդեն եւ ասել են, որ ընդհանուր ճանապարհ չունեն գնալու քեզ հետ Կտրիչ փասապուսեկը վերցրու, բայց նա ոչ մի բանի չի ազդվում, ինչպես բարձվում է Կտրիչ Ներսիսյանը այն դեր պտուղն է, ոնց որ ասած գրեպկի արեշիկ չի բանանում։ Ինքը շարունակում է համառել, ասելով, որ ես պիտի աթոռից չկարճած մնամ եւ պիտի թողնեմ կաթողիկոսական գահը, քանի որ ես սատանա եմ։ Նա ընդունում է, որ ինքը ներին է սպասում, այդ աթոռի վրա նա սպասում է հակաքրիստոսին։ Ոչ մի ուրիշ բան իրենը սпасելու բան չկա այս աթոռի վրա։ Որտեղ արդեն խայտարակված է եւ ինքը խայտարակեց եկեղեցին, հեղինակազրկեց ընդհանրապես հոգեվորականներին բոլորին, ախտիր, բոլորի վրա ինքը ցեխ է շպրտել, ինքն է արել դա։ Իր վարքագծով, իր այս բոլոր բաներով ինքը բոլորին դրեց նույն տաշնակի մեջ, նույն կեղտոտ ջրի մեջ մցրեց։ Եվ փաստորեն այսօր պետության ձեռները ես այստեղից հենց տեսաուղերձ եմ հղում Եգրի իշխանություններին եւ մասնավորապես իրավապահ համակարգին, որպեսզի նրանք քաջ գիտակցեն, որ քանի որ Կտրիչ Ներսիսյանը չի ուզում լսած լինել եւ ոչ մի համաձայնության նշույլ անգամ բան չի տալիս, որ այո, նա կմտածի գոնի այդ հարցի շուրջ, նույնիսկ դա չի ասում, այլ ասում է, որ ինքը պիտի մնա այս աթոռի վրա եւ պիտի ավելի կեղտոտի եկեղեցին եւ պիտի քարի վրա չթողնի։ Այս է նա ասում։ Եվ դրա համար ուրեմն եպիսկոպոսական դասը փաստացի իրենց գործը արել է, ես վստահ եմ նաև Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, նաև ամսու 4-ից մինչև ամսու 7-ը որ պիտի անցնի Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, նրանք էլ պիտի իրենց ասելիքը ասեն, վերջի վերջո պիտի այնտեղ էլ եւս մեկ անգամ իրեն դեմ լինեն, որպեսզի նա այնտեղ էլ այդ բաները լսի։
Բայց ես համոզված եմ, որ առանց պետական միջամտության, առանց իրավապահ համակարգի, այդ բանը տեղի չի կարող ունենալ։ Որտեւ դա սատանա է, նա չի իջնի այդ աթոռից, իր ոտով չի գնալու, ասում եմ, դանակներ դնենք իր մորթենկել ինքը չի գնա։ Իրան պետք է պետությունը վզից պետք է բռնեն, իրավապահ ազգային անվտանգության ծառայությունը պետք է բերի կալանավորի իրան ու վերջանա այդ անփարունակ վիճակի եկեղեցում։ Իրան եւ Արշակին միասին պիտի դրանց երկուսին պիտի կալանավորել, անպայման։ Որովհետև այս երկուսն են, ու ես իհարկե Եզրասի համար ասում եմ ինչ պիտի անեն։ Եզրասի ճանապարհը մեկն է, Ուկրաինա։ Ուրիշ ճանապարհ չկա։ Եզրասին պիտի արտահանձնել Ուկրաինա, թող այնտեղ դատեն, ինչ ուզում են անեն, ուտեն իրան այնտեղ, բանտ դնեն, սպանեն, ինչ կուզեն թող անեն ուկրաինացիները, դա մեր գործը չի։ Մենք մեր գլուխը պիտի այդ բանից գլխացավանք ազատենք այս բանից Եզրասից։ Նրանով պիտի զբաղվի Ուկրաինան, քանի որ պահանջել են իրեն, չէ՞, իրանք են հետաքրքրված այս տականքով զբաղվել։ Ուրեմն լավություն անենք Ուկրաինայի պետությանը, ժողովրդին հանձնենք այդ ահավոր տպին, որը որ նաև ուկրաինացիներին է սպանել տալիս։ Տեսեք ինչ տականք է։ Նա որ կարա չխառնվի, չէ՞, իրանով աստիպել այդ գործերը անի։ Բայց նա կամավոր հանձնարել է, որտեղ մարդասպան է, որտեղ կեղտոտ է, որտեղ հաճույք է առնում, երբ որ սադանայություն է գործում։ Ուրեմն Կտրիչ Ներսիսյանի երգը երգված է, ես համարում եմ այդպես, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, մասնավորապես երկրի վարչապետը, հստակ իր դիրքորոշում ասել է, նա ասել է, որ այս հովանավանքի պատարակից հետո հաջորդը պիտի լինի Էջմիածնում։ Բնականաբար երբ պիտի աղոթի Փաշինյանը բանում Էջմիածնում, երբ որ սատանա Կտրիչը պիտի օցիկից պիտի բռնեն, պարանոցին պիտի հարվածացնեն ու դուրս շպրտեն այնտեղից։ Աղբամանը ուղիղ պատմության աղբամանը պիտի նա գնա։ Եվ սիրելի ժողովուրդ, այսօր իհարկե պետք է արձանագրենք, որ մեր երկրի մեջ տեղի է ունենալու մի լուսավոր իրադարձություն, հրաշք է տեղի ունենալու, որովհետև Գրիգոր Լուսավորչի աթոռը, որը պղծության մեջ էր, եւ եկեղեցին մթության մեջ էր, եւ հայ ժողովուրդը փաստորեն լքված, անտեսված, անտեր թողած, այս բոլորը պիտի դրան վերջ լինի, եւ պիտի վերջի վերջով այս լույսը ծագի։ Հայ ժողովուրդը պիտի արթնանա, պետք է հոգևոր զարթոնք ապրի, մեր եկեղեցին պիտի այդ շղթաներից, պղծության շղթաներից ազատագրվի, Մայր աթոռը Սուրբ Էջմիածինը, որը տասնյակ տարիներ վերածվել է Կուկուշկայի աթոռի, պղծության, սոդոմական մեղքերի, ամեն տեսակի այլանդակությունների, պետք է ազատագրվի եւ պետք է իհարկե այնտեղ մեծ աշխատանքներ արվեն, որպեսզի մեր երկիրը եւ մեր ժողովուրդը սկսեն նոր լրիվ էջից իրենց պատմությունը կերտել։ 4-րդ հանրապետությունը այդ պահին էլ պիտի հռչակվի, Աստծո օրհնությամբ պիտի հռչակվի։ Ես այսօր մի գրառում եմ կատարել, որտեղ մասնավորապես նշել եմ, որ գալիք 2026 թվականի ընտրություններին հաղթելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ վերընտրվելու է իբրև վարչապետ երկրի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ պատահական չեմ արել այդ գրառում։ Ես երբեք ոչ մի բան հենց այդպես չեմ անում։ Աստված ուզեց, ես էլ գրեցի սիրելի ժողովուրդ։ Դա Աստծո կամքն է։ Իմ կամքը չէ, իմ ցանկությունը չէ։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը քաջ է գիտակցում, ինչ բերեց Փաշինյանը Հայաստանին։ Փաշինյանը այս ամբողջ քաղաքական դաշտի մեջ, ես կարող եմ ասել, բացառիկ հոգևոր անձնավորություն է, իբրև քաղաքական գործիչ է, չկա երկրորդը, եւ նաեւ խարիզմատիկ քաղաքական գործիչ է, որը համակրանք է ներշնչում մարդկանց։ Ես վստահ եմ, որ իր համար աղոթելու է ժողովուրդը հայոց, իր համար աղոթելու են մարդիկ։ Ծառայելու են Աստծուն եւ հենց իրենց ծառայությամբ Աստծուն պաղատելու են, որ Աստված իր փեշիտակ պահի եւ իր հովանու ներքո պահի ոչ միայն քաղաքացիական պայմանագիր, այդ կուսակցությունը, որը բերեց Հայաստանին հեղափոխություն, բերեց Հայաստանին ազատ վիճակ։ Երբ որ մարդիկ ազատ սկսեցին շնչել, ապրել մարդիկ եւ իհարկե բնականաբար առանց Նիկոլ Փաշինյանի այս բոլորը տեղի չէր ունենա։ Ինչի պետք է վերընտրի հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին։ Երկու գլխավոր պատճառ կա, սիրելիներ։ Առաջին պատճառը ես գտնում եմ այն խաղաղության պատճառն է, որը Նիկոլ Փաշինյանը բերեց Հայաստանին խաղաղ երկինք։ Բերեց այն, որ այլևս հայ մարդը կարող է իրեն ապահով զգալ եւ գիտակցել, որ այդ ճանապարհը միայն խաղաղության իրեն եւ իր զավակներին անվտանգ է պահելու եւ իր կյանքը փաստորեն Հայաստանում կարող է կայանալ։ Այդ պարագայում հայ մարդը չէ կարող հանգիստ ապրել Հայաստանում, որտեղ եթե ինքը զգում է, որ զավակներ ունի, թորներ ունի, վտանգված է իրենց կյանքը, ամեն անգամ պիտի մտածի ինչ պիտի լինի, եթե պատերազմ եղավ, ուրեմն պիտի ինքը կորուստներ ունենա անձնապես։ Մարդը մի կյանք ունի այս աշխարհում, երկրավոր կյանքը միակն է, Աստծո պարգևն է, եւ բնականաբար ոչ մի մարդ չի ուզում իր կյանքը
հանուն ոչնչի զոհել։ Ես ուզում եմ դա ընդգծել։ Այո, հանուն ոչնչի որևէ մեկը չի ցանկանում 21-րդ դարում զոհել իր կյանքը։ Որտեղ շատ ավելի լավ բաներ կան, որ կարելի է մարդը անի, ստեղծագործի եւ վերջի վերջով պիտանի լինի եւ հասարակությանը եւ ամենակարևորը ծառայի մեր Աստծուն, Հայր Աստծուն։ Որտեղ ի վերջո մեր յուրաքանչյուրիս ամենամեծ հայրենիքը եւ առաջնային հայրենիքը դա երկինքն է, երկնավոր արքայությունն է։ Ուրեմն աղոթելու է ժողովուրդը։ Այո, ես գիտեմ շատ մարդիկ եւ կան ազնիվ մարդիկ, որոնք այսօր դեմ են Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը, բայց նրանք չեն ընտրելու ոչ Բուրկին, ոչ Շմուլկին, ոչ էլ նախկին այդ ստահակներին, ոչ։ Կան ուրիշ քաղաքական ուժեր, որոնք առողջ ընդդիմադիր ուժեր են, եւ դրանք էլ անպայման ես կաղոթեմ նաեւ իրենց համար, որ դրանք մտնեն խորհրդարան որպես առողջ ընդդիմություն, որը անհրաժեշտություն է ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ, ցանկացած ուրեմն ողջամիտ պետական գործիչներն են դա անցալում, որ իրենց համար դա դեղամիջոց է բուժվելու, եթեք չշփանալու եւ սխալներից ուրեմն որսպեսի զերծ պահվեն այս մարդիկ, բնականաբար։ Բայց բնականաբար նրանք պետք է կազմեն այս ազգային ժողովի փոքրամասնությունը։ Եվ այնտեղ պիտի լինի աշխատանք, վեճեր պիտի լինեն, բայց գործնական հարթության վրա, ոչ թե խուլիգանություն, ոչ թե կրկեսի բեմ, որը այս մարդիկ տարիներ շարունակ սարքել են այնտեղ տարբեր հիմար տեսարաններ, մենք տեսել ենք, ամեն ինչ տեսել ենք ազգային ժողովում։ Եվ ինչքան են խափանել նրանք, հարկատուներից այդ փողերը, որ գնացել, նրանք մսխել են այդ փողը, փաստորեն, որտեղ այնտեղ աշխատանք չի ընթացել շատ անգամ։ Եղել են վեճեր, անիմաստ տեղը, իսկ սա անընդունելի է։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդը ասելու է ոչ աղբամանից այս դուրս բրծուկներին, նախկին ստահակներին եւ այս դեգեներատ, չգիտեմ ինչ անվանեմ, տգետ մարտնչող սրիկաներից, որոնք դեմ են Հայաստանում, որ կրթական համակարգը զարգանա, որ դպրոցներ շինվեն, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, չգիտեմ, ճանապարհներ եւ այսինքն դեմ են շինարարությանը, դեմ են այն բանի, որ բարգավաճ կյանքով ապրի մեր երկրի քաղաքացին։ Ի վերջո, դեմ են մեր երեխաներին եւ մեր թորներին, որոնք պետք է բասերով արդեն մարզերում հարցը դրվել է, որ դպրոց պետք է տեղափոխեն։ Տեսեք, երկիրը ոչինչ չի ունեցել։ Ինչ որ սովետական միությունը արել էր, դրանից հետո սա քայքայվել է, քանի տարի անց է որ սովետական միությունը փլուզվել է։ Սովետական Հայաստանը կործանվեց, երրորդ հանրապետության կերտող սրիկաները, կերանետ եղած չեղածները ոչ մի բան չեն արել, չեն ստեղծել։ Եթե իրենց համար դղյակներ են կառուցել են հռոմեական պալատների պես, չգիտեմ, թագավորական, դա ոչ մի բան չի նշանակում։ Եթե իրենց համար առանձնատներ են սարքել կամ Ռոբերտ Քոչարյանը Հյուսիսային պողոտան է կառուցել, որպիսի մարդկանց արյան վրա, մեղության վրա անեսք է այդ տների վրա։ Ես այդ տները չեմ ընդունում, որտեղ այդ տները անիծված են, բոլորն են։ Ես համարում եմ, որ նրանք այլանդակ շինություններ են, որտեղ այնտեղ մարդիկ մեռել են, մարդիկ լացել են, մարդիկ հիվանդ, ծեր, չգիտեմ, ամեն տեսակի դժվար վիճակների մեջ նրանք փաստորեն փողոց են ընկել։ Ուրեմն այս տարածքն էլ անիծված է դա։ Դա չէ, որ կապիկություն են արել ինչ որ Քոչարյան, այն էլ պրոյեկտը տվել էր Թամանյանը, դուք բոլորը երևի տեղյակ եք, հանճար ճարտարապետը, որը կառուցեց այն սովետական Երևանը, որը այն տարիներին բոլորը ասում են նմանում է փոքրիկ Փարիզի։ Փոքր կենտրոնի մասին է նամանավանդ խոսքը։ Ես ուզում եմ ասել, սիրելի ժողովուրդ, որ այսօր պետությունը կառուցվում է, այսօր պետությունը աշխատում է, այսօր արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները սկսեն ապրել, որպեսզի այս քաղաքացիները այլևս չունենան այն վիճակները, որ եղել են նախկինում։ Եվ դա բոլորը եղել է իշնորհիվ մեր երկրի այս հեղափոխության, տեղի ունեցած հեղափոխությանը։ Եվ այդ քաղաքական ուժի, որը այդ աշխատանքները փաստորեն հասցնում է կատարելությանը։ Ես նայում եմ, դիտում եմ եւ հիանում եմ այդ աշխատանքներով եւ գտնում եմ, որ կարճ ժամանակահատվածում շատ բան է արվել։ Իհարկե ցանկալի է, որ ավելի շատ բաներ տեղի ունենա, ավելի շատ զարգանա տնտեսությունը, սոցիալական բնակավարը, որ մարդիկ սկսեն իսկապես փառահեղ կյանքով ապրել, բայց արդեն իսկ սկսվել է։ Այդ բանը սկսվել է, որ մարդիկ կամաց պիտի իրենց մաշկի վրա զգան, որ իրոք շատ բան է փոխվել։ Ես չեմ խոսում ազատությունների մասին, ես չեմ խոսում խոսքի ազատության, մարդու իրավունքների։ Այսօր նաև աշխատում են դատարանները, ինչ ողջունելի է, այսօր իրավապահ համակարգից ոչ մեկ չի կարող բողոքել, որտեղ երբ որ համեմատում ես ինչ որ նախկինում էր, տեսնում ես, որ սարերի եւ ձորերի տարբերություն կա։ Եվ դա շատ մեծ բան է։ Ուրեմն երկու բան կա, որի համար այս իշխանությունը պիտի մնա եւ Աստծո կամքն է դա։ Առաջինը, որովհետեւ այս իշխանությունը բերեց ժողովրդին խաղաղություն եւ պիտի իհարկե ամրագրեն, պիտի իհարկե դեռ շատ աշխատանքներ ունեն անելու եւ սա
ուղղակի ամեն մարդու համար պետք է դառնա թանկարժեք մարգարիտ, որը պիտի պահեն եւ պահպանեն այդ օրակարգը քաղաքական խաղաղության։ Եվ երկրորդը, սիրելիներ, եկեղեցու մաքրումն է, այ երբ որ ազատագրումը կլինի, կտեսնեք, այլևս անգին է լինելու Փաշինյանը եւ նրա կուսակցությունը, անգին է լինելու։ Ասում եմ, մայր աթոռը, որ ազատագրեց եւ խաղաղությունը բերեց, վերջացավ։ Մնացած անում է կառավարությունը, աշխատում են մարդիկ։ Ինչ կարանք ասենք, որ չեն աշխատում, կարանք ասենք, որ երկրի մեջ կաշառք են վերցնում, խուլիգանություն է, ոչ, չկա տենց բան։ Չկա տենց բան։ Վերջացել է, այս բոլոր անցյալում է, դրա համար ոռնոցները գալիս են 4 կողմից։ Այս դրա մեջ է ամբողջ գաղտնիքը։ Հետևաբար այս Կիրակին որոշիչ Կիրակի է լինելու վաղը, ամսու 2-ին, նոյեմբերի պատմության մեջ պետք է մտնի։ Ես կարծում եմ այս պատարակը ավելի վճռական, ավելի կարևոր պատարակ է, անկյունակարն է հաղթանակի այս պատարակը, որ պետք է անցնի Հովանավանքում վաղը։ Որովհետև այս պատարակով է որոշում, որ ամսու 4-ից սկսվելու է Սադանայի տան քանդումը Էջմիածնում։ Եվ ես այստեղից ոչ թե միայն իբրև առաջարկ, նաև ես ուզում եմ կոչով դիմել Հայաստանի Հանրապետության ամբողջ իրավապահ համակարգին, բոլորին անխտիր։ Եվ իհարկե գլխավորությամբ իշխանության եւ մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ես խնդրում եմ կազմակերպել սիրելի ժողովուրդ, բայց դա դիմում եմ ես դրա համար պետության պատասխանատուներին Էջմիածնում հանրահավաք։ Եկեք եպիսկոպոսներին մեղկանանք եւ չթողնենք մենակ, որ դուխ ունենան։ Եթե այդ օրերին ժողովուրդը հավաքվեց Էջմիածնում, նախ հավատացեք, որ 30,000 բնակչություն է, որը ունի վաղար շաբաթը, հա, բոլորը հավաքվելու են։ Ոչ մենակ հավաքվելու են այլ մարզերից, եթե կազմակերպեք դուք, պարոնայք իշխանավորներ, մասնավորապես ուզում եմ ձեզ խնդրել, պարոն վարչապետ, այլ նաև հավաքվելու է Էջմիածնի բնակչությունը, Արմավիրի մարզի բնակչությունը այնտեղ։ Եվ այս աղոթքներով, այս ձեր հոգևոր միտինգով բարոյական աջակցություն դուք կցուցաբերեք եպիսկոպոսական դասին, որպեսզի նրանք մուրճը պահեն իրենց ձեռքը եւ քանդեն այդ Սադանայի կծիկը Կտրիչ Ներսիսյանի։ Սա անհրաժեշտություն է։ Իրավապահները պիտի լինեն այնտեղ, որպեսզի որևէ սադրանք չկազմակերպվի, եւ եթե հանկարծ նրանք ուզենան այնտեղ սադրանքների գնալ, ապա ես կարծում եմ պետությունը պետք է գործի, միացնի իր գործիքակազմը եւ ամբողջ զորությամբ իրավապահ համակարգը գործի։ Պետք է ականջից օլորել պարանոցին հարվածելով դուրս շպրտել Կտրիչ Ներսիսյանին մայր աթոռ Սուրբ Էջմիածնից։ Այդ Սադանան պետք է հեռանա այնտեղից եւ արշակը նույնպես այդ ամենամեծ սրիկան Կտրիչից հետո, հա, որը հանդիսանում է այդ չարի կայսրության, որից սարքել էր Էջմիածինը, ողնաչարն է։ Ուրեմն Գարեգին Եզրասը, Մկրտիչ Պրոշյանը արդեն բանտում նստած է ճաղերի ետևը, ուրեմն այդ սատանեկը երկու գլխանոց այդ դևը եւ իհարկե այդ ողնաշարը այդ երկու գլխանոց դևի Արշակ Խաչատրյանը, թմրամոլ նակամա շմարավոս Արշակը։ Կամ կուզեք աշխարհի կանոնով դիմեք իրեն Սամվել Խաչատրյան, ոնց կուզում եք։ Ուրեմն այդ պղծերը, այդ սրիկաները, այդ խաչագող ավազակները եւ այդ սատանիստները պետք է արմատախիլ արվեն մայր աթոռ Սուրբ Էջմիածնից։ Սա է սիրելի ժողովուրդ։ Ուրեմն սա է իմ հորդորը, իմ հայրական խնդրանքը եւ բոլորին ցանկանում եմ ես այս խոսքը հասցեագրել, որպեսզի դուք այս մասին մտածեք, խորհեք։ Անհրաժեշտությունը շատ մեծ է հոգեվոր եւ բարոյական աջակցությունը ցուցաբերելու համար եպիսկոպոսներին, որովհետեւ 4-ից 7-ը կարող է դա վերջանալ արդեն այնտեղ Կտրիչը, եթե ժողովուրդը կլինի կանգնած դուրսը։ Եվ իրավապահնել պետք է իրավ ոնց որ ասած բանում լինի արդեն պատրաստված ամեն ինչի համար։ Կտրիչը պետք է այդքան ճնշված զգա այնտեղ, որպեսզի նա անմիջապես այդ ժողովներին բոլորին ասի goodbye։ Եվ ներողություն խնդրի, որ շատ է համահանել, երկար ժամանակ են իրեն համոզել իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն ինչքան դիմեց, ամիսներ շարունակ իր հետ ոնց է վարվել։ Բամբակների վրա է դրել իրեն անդադ համոզել է, որ գնա, մարդավարի գնա, չի գնացել։ Նա ասում է մարդ չէ։ Նա ոչ թե մենակ կաթողիկոս չէ, նա մարդ չէ ընդհանրապես։ Ուրեմն պետք է գործել եւ այս բանը եկեք այդ պատմությունը փակենք, արդեն չերկարի շատ է։ Ժամանակ չունենք, պիտի չծախսենք այս հիմարության վրա այդքան ժամանակ, պարոն Փաշինյան, սիրելի իշխանավորներ, սիրելի իրավապահ համակարգ։ Այս պիտի փակել այդ թեման։ Իսկ դա կփակվի մեկ օրվա, դուք երբ որ գնաք այնտեղ եւ հավաքվի ժողովուրդը, աջակցություն կնի եպիսկոպոսներին, նրանք իրենց գործը կտեսնան ավելի լավ։ Ավելի դուխով կասեն Ռադը քաշի գնա։ Արդեն ուրիշ ձև կխոսան իր հետ։
Այն լեզվով որ նա է հասկանում, նա մարդկային լեզուն, կուլտուրական լեզուն չի հասկանում այդ տականքը։ Նա խուլիգան է, ինքն ու արշակը։ Դրա համար սա պետք է սիրելիներ տեղի ունենա։ Հետևաբար ես վստահ եմ, որ այս նոյեմբեր ամիսը պետք է մեզ համար լինի հաղթանակի, ուրախության, երջանկության ամիս։ Մենք պիտի ճաշակենք այդ քաղցր պտուղները, ազատագրվի Էջմիածինը, ուխտատեղի դառնա, նորից վերադառնա իր հունին, հա, որտեղ մարդիկ սիրել են գնալ այս տականքի երեսից ոչ մենակ դրա համար, որ մայր տաճարի դուռը քոց էր տասնամյակներ, բայց չէին գնում, որովհետև զզվում էին, չհանդիպեն այդ սրիկաներին այնտեղ։ Պետք է ամբողջովին մաքրվի, ես ասում եմ, մեծ արժևում գործեր են սպասում։ Ես հույսով եմ, որ բոլոր հոգևորականները, որոնք այս պահին ողջ են եւ ումը որ անարդարացին հա ճանապարհ է դրել եկեղեցուց, նրանք պետք է իրենց հոգևոր վերադարձ ունենան, իրենց առաքելությունը բերեն, ամենակարևոր առանցքային դերակատարումը ունենան եւ պաշտոններ ստանձնեն։ Սա է պահանջում արդարությունը։ Այո, մենք պահանջում ենք բարոյական եւ ինչու՞ չէ, նաեւ նյութական փոխհատուցում, որովհետեւ այս անշնորհք պահվածքը, որը ունեցան այս մարդիկ, ապերախտ Աստծո նկատմամբ, երախտամորթ, նրանք մտածեցին, որ իրենց պատկանում է միայն այս բարիքը, իսկ մնացածը ուրեմն պետք է կամ ճորթը դառնան, իրենց գործակատարը լինեն ու հլուհանազանդ ամեն սադանայությանը ընդունակ դառնան, այլապես տեղ չունեն, պիտի թողնեն ու հեռանան։ Այս սա է եղել քաղաքականությունը կադրային, որով նա կազմակերպել էր այդ եղերնը, հոգևոր ջարդը Էջմիածնում։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, մենք պիտի վաղնել հետևենք այստեղից։ Բոլոր Սփյուռքի հայությունը ես համոզված եմ, որ ամեն մեկը իր տեղում որտեղ որ նա այսօր ապրում է, պետք է հետևի Սուրբ եւ անմահ պատարագին, իր հոգևոր մասնակցությունը եւ աջակցությունը հայտնի Տեր Արամ քահանային եւ Հովանավանքում իհարկե կատարվում է իրական պատարագ։ Բեմադրությունը այսօր թատրոնը խաղում են Էջմիածնում, որտեղ Կոկուշկայի աթոռը դա։ Այսօր դա Էջմիածին չէ։ Իրական պատարագը այսօր Հովանավանքում է։ Որովհետև տեսեք, նույնիսկ այդ քան թուկումուր են ուտացնում, հալածանք է գնում եւ այլն ինչի համար, աղոթքի համար։ Սուրբ եւ անմահ պատարագը մատուցվում է, խորհրդակատարը ինքն Քրիստոսն է։ Քրիստոսն է պատարագվում։ Դրանք կեղծիքներով են զբաղվում ապատեղեկատվությամբ, մամուլի բերանը փակել են փողով։ Չգիտեմ, կամ շատ տգետ են մեջները կամ թշնամություն ունեն ուղակի անձամբ Փաշինյանին, երբ որ գրում են թունավոր հոդվածներ։ Այսինքն նրանք ամեն ինչով այս դաշտը, մեդիա դաշտը պախարակել իրենք, հենց այդ լրագրողները, հենց այդ դրանց գլխավոր խմբագիրները, ովքեր անհետեցություններ, հիմարություններ են գրում։ Նրանք են դա անում։ Իդիոտ մարդիկ են, ինչ ասեմ, եթե նրանք իդիոտ չլինեն, չեն անի այդպիսի բան։ Կտրիչը գնայուն է, եկեղեցին է մնայուն։ Կտրիչը դժոխք է գնալու, այրվելու է։ Հետո երբ որ դուք մեռնեք, գնալու եք կտրիչին հանդիպեք դժոխքում, պիտի տեսնաք, այ կտրիչ Ներսիսյանը ամենախոշոր կրակների մեջ այրվում է։ Բայն էլ Եզրասն է այրվում դժոխքում, բայն էլ Մկրտիչ Պրոշյանն է, են էլ Բագրատն է, են էլ Միքայելն է, սա դժոխքի մեջ են։ Դժոխքի մեջ են։ Այդ դժոխքի մեջ դուք եք ուզում լինել, լրագրողներ, խմբագիրներ, երբ որ ստերը գրում եք, դժոխքի բաժին եք դառնում։ Դուք եք գնալու դժոխք։ Իրաց կողքը կնստեք, կտեսնեմ այն ժամանակ ձեր հավեսը կգա, ձեր լրագրողությունը, որ այստեղ ստերով, ապատեղեկատվությամբ խაფել եք մարդկանց հասարակությունը մոլորության մեջ եք գցել։ Այնտեղ ինչ պատասխան եք տալու Տիրոջը։ Ոչ մի պատասխան այնտեղ Տիրոջը դուք չունեք տալու, որովհետև ձեր մեջ հավատք չկա։ Դուք չեք հավատում ոչ մի բանի։ Ձեզ կամ փող է այստեղ խոստացված եւ դուք անում եք պատվերով համերգ, կամ էլ դուք ձեր ստորությամբ եւ անգրագիտությամբ դա ուզում եմ ընդգծել, զբաղվում եք ապատեղեկատվությամբ։ Հակառակ պարագայում ովևէ մեկը ձեզանից նման սադանայություն չպիտի գործեր։ Ուրեմն Հովանավանքի մեջ զորավոր պատարագ պիտի լա։ Հովանավանքի մեջ մաքրություն պիտի լինի, Հովանավանքի մեջ մեր ազնիվ հավատավոր ժողովուրդը պիտի լինի։ Այն մարդիկ, որոնք ընտրյալներ են, Աստված իրենց առաջնորդելու է այնտեղ, իմաստություն է տալու։ Եվ բացի դրանից Սուրբ Հոգով են լցվելու բոլորն էլ, եւ այս մարդիկ փաստորեն ակամայից դառնում են առաջնորդները այդ շարժման, որը շատ լավ գեղեցիկ անվանում տվեց Վեհարանը Վեհի կակախոսով։ Այս է սիրելի ժողովուրդ, ես կարծում եմ, որ այլապես մենք չեն կարող մոտենալ այս ամենին, պետք է դիտարկենք միայն մի բան, որ իհարկե ամակը անգին է, անսահման մեծ է Նիկոլ Փաշինյանի։ Երբ նա հասկացավ խնդիրը, ինքը սկսեց գործել։ Ես ուրախ եմ, որ իմ աշխատանքը ջուրը չգնաց, գիտեք ես ինչքան եմ ուրախ։ Որտեղ կան մարդիկ, այսօր գտնվում են նման ապերախտ մարդիկ, այ մի զարմացեք,
որոնք ուրանում են իմ արածը, որոնք ուրանում են եւ մոռանում են Տեր Սահակ Քահանա Գալստյան ինչքան է պայքարել։ Տասնյակ տարիներ է պայքարել հանուն այսօրվա։ Իսկ այսօր, ուրեմն առաջնագծում պետք է լինեն այն մարդիկ, ովքեր որ այս ամենի վրա կառուցեցին եւ փաստորեն գեներացրին այն process-ը արդարադատության եւ արդարության մթնոլորտը ձևավորելու ոչ մենակ աշխարհիկ պետության մեջ, այլ նաեւ հոգեվոր աշխարհում։ Դա ամենակարևորը, դա առանցքային է։ Ուստի սիրելի ժողովուրդ, ես համոզված եմ, որ այս հաղթանակը բերելու է հենց մյուս հաղթանակների։ Եվ կասկած չունեմ, որ 26 թվականի ընտրություններից հետո մենք արդեն վերջնակետ այն տապանակարը կդնենք, այն անցյալին, այն հին խաժամուժանողներին, այն խուժաններին, դա բոլորը բանտերում պիտի լինեն։ Եթե չվերջացնեն, բոլորը պիտի հայտնվեն ճաղերի ետևում։ Ասում եմ, պարոն Փաշինյան, բանտեր կառուցեք, պետք են։ Այդ մարդիկ պիտի սանատորիա գնան, հանգստանան։ Մի քիչ լավ պայմաններով այդ բանտերը լինեն, բայց պիտի բոլորը այդ բանտերի խցերում լինեն։ Նրանք չպիտի ազատության մեջ լինեն, չպիտի զբաղվեն քաղաքականությամբ, չպիտի զբաղվեն։ Իրենք պետք է մեկուսացվեն հասարակությունից, մեկուսացվեն եւ որևէ պետական գործառույթներից, մասնակից չլինեն, որտեղ նրանք ազգակործան պատուհասներ են։ Եվ ոչ թե հայրենաշեն իշխանությունը, որ այսօր է Հանձինս Նիկոլ Փաշինյան։ Ես գիտեմ, մարդիկ կան, որ դատապարտում են իմ ասածները։ Գիտեմ, ծայրահեղ ազգայնական մարդիկ, ես հարգում եմ բոլոր մարդկանց, անկախ իրենց հայացքներից, անկախ իրենց քաղաքական դրսևորումներից, բայց եթե դրանք իհարկե անկեղծ են, սիրելիներ, սա պիտի մենք ընդգծենք, որտեղ մարդիկ կան, որոնք անկեղծ են, բայց եթե մարդիկ 40,000 դրամով, չգիտեմ 30-20,000 դրամով վաճառվում են եւ պատվերով ինչ որ գնում են կապիկություն են անում ցույցի տեղը, արդեն դա հարգանքի արժանի չեն։ Կարող է կարիքից ելնելով ես կարող եմ իրենց հետ այսպես ասած բան անել, հասկանալ իրենց ինչ որ տեղը, իբրև հոգեվորական նեղը մտնեմ իրենց ներվիճակի մեջ, բայց արդարացնել դա չեմ կարող։ Ինչ վերաբերվում է, կրկնում եմ, գաղափարական այդ մարդկանց, որոնք ծայրահեղական են, նրանք եթե ապացուցել են իրենց կյանքի վկայություն ունեն, հա, ասենք մարդը, որը ասում է պատերազմի մասին, որը խոսում է տարածքների մասին, վերադարձի մասին Արցախի եւ այլն։ Բայց գիտեմ, որ այդ մարդկանց մեծ մասը, գիտեք որտեղ են նստած։ Եվրոպաներում, Ամերիկաներում, նրանք նստած են լավ տների մեջ, կահավորած, ունեն աշխատանք կամ բիզնես, ունեն իրենց ընտանիքի փափուկ կյանքը, ապրում են նորմալ սպիտակ ոնց որ ասած մարդկանց պես, չէ՞։ Բայց ուզում են Հայաստանի մեջ ուրիշ բան տեսնան, ուրիշ տեսարան տեսնան, որ գնան այնտեղ մեր երեխաները, մեր թորները զոհվեն։ Հանուն նրանց, որ նրանք հայրենասիրական այս թեզը առաջ բերել են։ Ծովից Հայաստան։ Հանուն դրա։ Իսկ սա չի լինում այդպես։ Ուրեմն այդ բոլոր գաղափարական մարդկանց ես կառաջարկեմ, որ կամավորներ որպես գնան բանակում ծառայեն, տեղափոխվեն այս երկրներից եւ հանձնեն այդ երկրների քաղաքացիությունը, պասպորտները, գան բնակություն հաստատեն Հայաստանի Հանրապետությունում եւ ստանան Հայաստանի պասպորտը եւ նոր պրոտախոս այսպես լինեն ու սկսեն իրենց այդ ծայրահեղ ազգայնական եւ մյուս բաներ գաղափարներ առաջ տալ։ Այս սա է արդարությունը, սիրելիներ, խո այդպես չի։ Նստեմ ես Փարիզի մեջ նոր ներողություն, հա, Ժան Գուզոնի վրա է մեր եկեղեցին, Հովանես Մկրտիչը։ Մանթաշևն է կառուցել, հրաշալի մի շքեղ շինություն է, կողքերը սրճարաններ, բաներ, հրաշալի մի գեղեցիկ տեղ է։ Ու այնտեղ ուրեմն նստեմ, խոսեմ Հայաստանը ինչպես պիտի քայլեր ձեռնարկի, որ Արցախը վերադարձնի։ Ծիծաղելի է, չէ՞։ Ծիծաղելի է։ Կամ նստեմ Նյու Յորքում ու Նյու Յորքից այնտեղից հորդորներ կարդամ։ Սա անընդունելի է, կրկնում եմ, անընդունելի է։ Իսկ նորմալ մարդը, ողջամիտ մարդը, այն մարդը, որը գիտակ է, առաջին հերթին նա 21-րդ դարում կցանկանա, որ իր զավակները, թորները ողջ մնան, խաղաղություն լինի եւ հարևանների հետ, ուզում եմ դա լսել, տամ, լսեցնեմ, ուզում եմ բոլորի ականջները լավ բացեն, տեսեք ինչ տեսակ, ինչ բան է ասում, հա, մեղադրեք ինձ, մեղադրեք, այո, պետք է Ադրբեջանի, Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատվեն, քանի որ նրանք հարևան պետություններ են, եւ քանի որ նրանց չեն կարող մենք վերացնել այդ տարածաշրջանից, տեղերով փոխել, մենք չենք կարող Հայաստանը Փարիզին, Ֆրանսիային դառնալ հարևան պետություն։ Չեն կարող Անգլիային կամ Ամերիկային դառնալ։ Հա, մեր հարևանները սրանք են։ Աշխարհագրական դիրքը այդպես է, Աստված այդպես ուզեց։ Ուրեմն
եւ վրացիների, եւ ադրբեջանցիների, եւ թուրքերի հետ պիտի նորմալ եւ Իրանի բոլորի հետ պիտի նորմալ հարաբերությունների մեջ լինենք։ Սա է մեր հարևանությունը, ուրիշ հարևանություն չունենք, ինչ անենք։ Մեզ էլ Աստված դա բան արեց։ Գիտեք, մի անեկդոտ կա, պիտի այստեղից պատմեմ, որպեսզի դուք ուրախանաք։ Ուրեմն Աստված բաժանում է հողերը եւ ամեն ժողովուրդ գալիս է հողը վերցնում են բան։ Վերջը հույները քնած են լինում, վերջը արտանում են վերջի րոպեին, որ արդեն Աստված բաժանել է ամեն բան, գալիս է, հույնը ասում է Տեր Աստված, բա մեր հողերը։ Ասում է, բա դու քնած ես, բայց ես քեզ կտամ իմ հողերից, որ ինձ է պատկանում։ Դրա համար Հունաստանը շատ գեղեցիկ, չքնախմի երկիր է, ես շատ եմ եղել այնտեղ եւ ուզում եմ ասել, որ անավանդ կղզիները հիասքանչին։ Սա է սիրելիներ։ Հիմա Հայաստանն էլ դրախտավայր է, բայց այդ դրախտավայրը հարևաններ ունի, որոնք կարող է ամենևին դրախտավայրին համահուն չեն, բայց ինչ անենք, խաղաղ պիտի ապրենք, հարևանություն պիտի անենք, գործնական հարաբերություններ պետք է լինեն։ Եվ Թրամփը այստեղ շատ մեծ դեր խաղաց։ Ես միշտ ասում եմ, որ ես կողմնակից եմ Թրամփին, հենց դրա համար, ես ասել եմ ձեզ։ Շատ մարդիկ այն, որ խռովեցին ինձնից, գնացին իմ մեջից, չգիտեմ, Կամելայի համար, ասեցի Կամելան ոչ մի բան չի անի, բայց Թրամփը կանի։ Եվ ահավասիկ փաստը, Թրամփը բերեց խաղաղություն Հայաստանին։ Ոչ թե Պուտինը, որի դամը բռնել են, որի պոչը պահել են ստահակները։ Թրամփը բերեց այդ խաղաղությունը Հայաստանին։ Հետևաբար Աստված օրհնել է նաև Թրամփին։ Աստված օրհնել է նաև Փաշինյանին։ Աստված օրհնել է նաև Մակրոնին։ Քանի որ այս մարդիկ դեր են խաղացել այս գործընթացի մեջ։ Անկախ նրանցից, թե իրենցից որ մեկը ինչ անձնական մեղք ունի, կարող է մեկը չի համակրում իրենց եւ այլն, բայց Հայաստանի Հանրապետության համար այս մեծություններ են, մեծ ղեկավարներ են, որոնք իրենց դերակատարումը ունեցել են, իրենց քաղաքական աջակցությունը հայտնելով մեր երկրի իշխանություններին։ Հետևաբար սիրելիներ, եկեք մենք միասնական աղոթք անենք։ Վաղը ուխտի օր լինի եւ համոզված եմ, որ հայ հավատացյալ քրիստոնյան պետք է լինի հովանաբանքում։ Պետք է լինի հովանաբանքում, որտեղ հովանաբանքն է արդեն այն պայքարի եւ հաղթանակի սկզբնակետը։ Այնտեղից է սկսվում ազատագրումը։ Այս մասին նաև խոսեց երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուստի եկեք միասին վաղը աղոթենք եւ կրկնում եմ, ով որ հերակա կարգով էլ նայել է հոգով այնտեղ է լինելու, ով որ հիմա Հայաստանում չի, պիտի ուրեմն հերվից հեռու հետևի պատարակին, պետք է հետևի, ինչպես մեր ժողովուրդը այնտեղ աղոթք է անում եւ իր բարոյական նաեւ աջակցությունը հայտնի այսպիսով Տերարամ Քահանային եւ այն ազնիվ հոգեվորականներին, որոնք կանգնել են իր կողքին։ Ամեն։ Այսքանը կխնդրեմ շատ տարածեք, կխնդրեմ ձեր գրառումները։ Լայքերը անվճար են, սիրելի ժողովուրդ։ Եվ ուզում եմ ուրեմն Նիկոլ Փաշինյանի կենացը խմել մեր իշխանություններին, իրավապահ համակարգի, որոնք բավականին լավ աշխատում են մեզ համար, աշխատում են բոլոր հայ մարդկանց համար։ Անկախ դրանից մենք ապրում ենք արտասահմանում, ունենք այլ հպատակություն, այլ քաղաքացիություն, նշանակություն չունի։ Մենք սիրում ենք Հայաստանը, սիրում ենք մեր ժողովրդին եւ սիրում ենք մեր առաքելական մայր եկեղեցին։ Կենացը։ Մեր ժողովրդին էլ պիտի մաղթեմ ուժ ու կորով, քաջ առողջություն, ստեղծագործ ձեր ընթացքի մեջ շնորներով լի եւ Աստծո օրհնությամբ միշտ շենացնեք Հայաստանի Հանրապետությունը, միշտ պաշտպան կանգնեք հեղափոխությանը, որտեղ դա արժեք է, գերագույն արժեք է եւ երբեք չի կարելի ինչ որ խապված այն զանգվածի, որը գնաց փող ստացավ կամ իրենց մոլորեցին կամ ինչ որ մեկից նեղված է, դրա հիման վրա կառուցի կեղծ քաղաքական օրակարգ։ Ոչ, Հայաստանը ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է նրա քաղաքական թիմը 2026 թվականին։ Քանի որ դա ուզում է Աստված, դա ուզում է Տերը։ Իմ ուզելը դա քիչ է, ես ով եմ որ ուզեմ։ Ես ընդամենը մարդ եմ, քահանա եմ, որ աղոթք եմ անում եւ համոզված եմ իմ աղոթքներին կմիանան միլիոնավոր մարդիկ, հայեր, որոնք կաղոթեն եւ Աստծո օրհնությունը կիջնի Հայաստան աշխարհի վրա, երբ մաքրվի Էջմիածինը սատանաներից։ Այս կանը խաղ գիշեր կհանդիպենք նորից։ Տարածեցիք շատ։